Կենսաչափական համակարգի ներդրմանը զուգահեռ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը նախաձեռնել է անձնակազմի որակավորման բարձրացման ուղղված դասընթացներ։ Վերապատրաստումներն արդեն ընթանում են 2 ամիս, մասնակցում են մայրաքաղաքի եւ մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նպատակն է, որպեսզի քաղաքացին որակական տարբերություն չզգա, ինչպես արտաքին պայմաններից, գույներից, ձևավորումից, կահավորանքից, բարեկարգությունից սկսած հանրային գործընկերոջ գրասենյակ այցելելիս, այնպես էլ բովանդակային իմաստով հանրայինի եւ մասնավորի մատուցած ծառայությունների ձևը, ոճը, ձեռագիրը, հաղորդակցության հմտությունները պետք է նույնը լինեն։ Կոնֆլիկտները տիրապետելու, լուծելու հմտությունները պետք է նույնը լինեն։ Սպասեցնելու հմտությունը պետք է նույնը լինի, մերժելու ձևը պետք է նույնը լինի։ Ավելի քան 350 աշխատակից վերապատրաստվում է միասնականացնելու մատուցվող ծառայությունների ստանդարտը, հաղորդակցության հմտություններ, սպասարկում, աշխատանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն, մասնագիտական կարողությունների զարգացում։ Աշխատակազմը անցնում է փուլային վերապատրաստումներ։ Առաջին հայացքից մենք մի պետություն ենք, որը մինչև հիմա արդեն 2012-ից ի վեր հավաքագրում է բիոմետրիկ տվյալներ, որպեսզի նույնականացման քարտ թողարկենք, ինչքան էլ որ չիպով չեն այլևս այդ քարտերը, միևնույն է մատնահետքերը եւ բիոմետրիկ լուսանկարը վերցվում է դիմումատոյից, այնուամենայնիվ մենք կենսաչափական տվյալների հետ աշխատանքի փորձառություն չունենք։ Փորձագիտական ներուժ մեր երկրում չկա։ Մենք սա մասնավորից ենք սովորում եւ մենք նաև մեր միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությամբ լավագույն փորձագետներին ենք, միջազգային փորձագետներին ենք հրավիրում Հայաստան։ Մատուցվող ծառայությունները ըստ միգրացիոն ծառայության պետի վերաիմաստավորվում են, բարձրացվում պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի։ Նելի Դավթյանը կարևոր է համարում նաև կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու հմտությունների զարգացումը, ինչի վերաբերյալ կարող է օգտակար լինել միջազգային փորձառությունը։ Դասընթացը միտված է նաև Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների պլանի ծրագրի համապատասխանեցմանը, որպեսզի սպասարկման ոլորտը լինի ստանդարտին Եվրոպական միության չափանիշներին համապատասխան։ Այս վերապատրաստումն արդեն 13-րդն է։ Յուրաքանչյուր անգամ մասնակցում են տարածքային ստորաբաժանումների տարբեր խմբեր, նվազագույնը 20 մասնակիցներով։ Դասընթացները մեզ տալիս են նորություններ քաղաքացիների հետ սպասարկման հետ կապված, ինչպես սպասարկել քաղաքացիներին, ինչպես բավարարել քաղաքացիների սպասումները, պատասխանել նրանց հարցերին։ Դասընթացները իրականացվում են Եվրոպայի խորհրդի եւ Grand Toronto միջազգային խորհրդատվական ընկերության աջակցությամբ։ Մենք նաև այս բովանդակությունը տանում ենք ներքին գործերի նախարարության կրթահամալիր։ Այնտեղ ինտեգրում ենք մեր կրթական մոդելին, որը գրեթե պատրաստ է, հունվարից կսկսենք դասընթացները, եւ այսուհետ յուրաքանչյուր նոր աշխատակից, ով կընդունվի միգրացիա քաղաքացիական ծառայություն, նախ կանցնի այս դասընթացը եւ ի հավելումն այս դասընթացին մենք ունենք իհարկե նաև թեմատիկ 7 այլ ուղղություններով կրկին նեղ մասնագիտական դասընթացներ, կհանձնի քննությունը բարեհաջող ավարտելուց հետո միայն կսպասարկի քաղաքացի։ Կենսաչափական համակարգի ենթակառուցվածքի համար, որը նախատեսվում է ներդնել ամիսներ անց, միգրացիոն ծառայությունը մասնավոր գործընկերոջ հետ աշխատում է տարբեր ուղղություններով՝ շինարարական նախագծումից մինչև ծրագրային ապահովում, աշխարհագրական ցանցի նախագծում, անձնագրերի գեղարվեստական ձևավորում։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։